այդ քայլերի առանցքում հիմնականը համարվում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագիրը։ Ձեր կարծիքով այդ համաձայնագիրը փոխել է Բաքվի հռետորաբանությունը։ Նկատի ունեմ հիմնականում թրիպի մասով։ Գեք ոնց Հայաստանը ներկայումս սեպ է խրված Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում, քանի որ Թուրքիայի ու Ադրբեջանը չեն թաքցրել, որ իրենք ցանկանում են, որպեսզի ամենակարճ ճանապարհով, որը անցնում է Հայաստանով, կապ հաստատել միմյանց միջև։ Թրիպը իհարկե այդ ուղիներից մեկն է, սակայն չմոռանանք, որ կա նաև երկաթուղային հաղորդակցություն եւ բացի այդ կա հարցի նաև տնտեսական կողմը։ Երկար տարիներ Ղարաբաղյան հակամարտության պատճառով Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային բոլոր նախագծերից, էներգետիկ նախագծերից, տրանսպորտային նախագծերից եւ ժամանակն է, որպեսզի այդ հարաբերությունները կարգավորվեն եւ Հայաստանը վերադառնա այնպիսի փուլ, երբ արդեն միջազգային ճանապարհները Հայաստանով կանցնեն, այսինքն թուրքական գործգայլերի կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշը ինչպես նշել է, Թուրքիայի առանցքային հարցն է շուտապույտ կարգավորել հարցը Հայաստանի հետ, քանի որ Միջին Ասիայից հատկապես նավթային խողովակաշարերը շատ ձեռնտու է, որպեսզի անցնեն Հայաստանով, Թուրքիայով դեպի Եվրոպա։ Դրան դեմ չի նաև Ադրբեջան։ Իհարկե դեմ չի Ադրբեջանը։ Եվ սակայն ինչպես տեսնում ենք այս ամենի հետ մեկտեղ կողմերը շարունակում են ամեն դեպքում պատերազմի պատրաստվել, քանի որ հատկապես Իրանի շուրջը լարվածությունը մեծանում է, Ադրբեջանը ճիշտ է ավարտել է Հայաստանի հետ պատերազմը, սակայն Ադրբեջանը իրանական լուրջ հակամարտություն ունեն սրանում։ Եվ այս առումով թրիպի վարկածը, որ Ադրբեջանին պատրաստում են Իրանի դեմ հիմնավոր է։ Միանգամայն հիմնավոր է, քանի որ Ադրբեջանը Իրանի հատկապես հյուսիսում ապրում են 25-ից 30 միլիոն ադրբեջանցիներ եւ Ադրբեջանը նշում է, որ նրանք ցանկանում են միանալ մայր հայրենիքին, բացի այդ Իսրայելի հետ Ադրբեջան ունի շատ խորը ռազմավարական հարաբերություններ, Ադրբեջանը ինքնին փորձում է գնալ դեպի արևմուտք, իսկ արևմուտքի պահանջներից մեկն էլ այն է պատերազմի պատրաստվել այն երկրների դեմ, որոնք արևմուտքին դեմ են, եւ այս առումով Իրանը ներկայումս այն լրջագույն հակառակորդն է, որի դեմ զինում են ներկայումս Թուրքիային եւ Ադրբեջանին։ Նորից կամ այդ հարցը։ Թրիպը մեզ ապահովագրում է այդ մթնոլորտից։ Իհարկե չի ապահովագրում։ Իհարկե չի ապահովագրում, քանի որ նախ դեռևս հաշտության վերջնական պայմանագիր չկա, եւ բացի այդ Ադրբեջանում նաեւ Հայաստանը անվանում են Արևմտյան Ադրբեջան, այսինքն Ադրբեջանի նպատակն է հենց նաեւ կլանել Հայաստանի Հանրապետությունը, քանի որ նրանք Հայաստանի տարածքները համարում են իրենց պատմական տարածքները, որտեղ տարիներ շարունակ ապրել են։ Մի թրիպով դեռևս հարց չի լուծվում, դեռևս անհրաժեշտ է գաղափարական առումով ազգամիչյան թշնամանքը դադարեցնել։ Եվ այս առումով կարող եմ ասել, որ քայլեր ամեն դեպքում պետք է այդ առումով լրջագույնը ձեռնարկվեն։ Ինչ է կախված Թուրքիայից այս դեպքում։ Մենք տարեվերջը ունեցանք հավաստի տեղեկություն, որ հունվարի 1-ից դիվանագիտական անձնագրերով անձանց համար հայ-թուրքական սահմանը բացվում է։ Կա նորություն այս մասով, ինչ է։ Սա խորհրդանշական է, քանի որ օրինակ Թուրքիայում պաշտոնյաներ կան, որոնք ունեն այսպես կոչված կանաչ անձնագրեր, խոսքը վերաբերվում է դիվանագետներին, բժիշկներին եւ այլն այն անձանց, ովքեր Շենգենյան տարածքում կարող են առանց վիզայի մուտք գործել Եվրոպա։ Նրանք ունեն կանաչ անձնագիր, սակայն կանաչ անձնագիրը չի անցնում Հայաստանի Հանրապետության տարածքում, այսինքն կանաչ անձնագրով Թուրքիայի քաղաքացիները չեն կարող մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Եվ այս առումով կարող ենք ասել, որ եթե նման արգելքը վերացվի, ապա դա լուրջ միտում կլինի, որպեսզի երկկողմ հարաբերությունները խորանան, քանի որ հատկապես զբոսաշրջային բնագավառում Թուրքիայից շատ հայտեր կան, որ իրենք այցելեն Հայաստան, տեսնեն Հայաստանը եւ այլն, եւ
այդ խորհրդանշական անձնագրերի ազատականացումը նույնպես լավ հիմքեր կստեղծվի Հայաստան-Թուրքիա զբոսաշրջության զարգացման համար։ Բեռնափոխադրումների մասին խոսք չկար։ Դեռևս բեռնափոխադրումների մասին խոսք չկա, քանի որ օրինակ Թուրքիայից թույլատրվում է Հայաստան ապրանքներ արտահանել, սակայն Հայաստանից Թուրքիա ապրանքներ արտահանել արգելվում է։ Բեռնափոխադրումները ըստ իս լիարժեքորեն կլինեն այն ժամանակ, երբ որ կբացվեն սահմանները։ Իսկ սահմանների բացումը ենթադրում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում, իսկ Թուրքիան նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի միայն այն դեպքում, երբ որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները լիարժեք իրենց լուծումը ստանան։ Այստեղ խնդրահարույց է համարվում նաև երկաթուղիների բացման հանգամանքը։ Թուրքիա-Հայաստան նկատի ունեմ Ախուրիկից եկող Ջուրֆայի երկաթուղին էլ կա, այո, Նախճեվանի երկաթուղին է։ Իհարկե, ներկայումս թուրքական կողմում, ինչքանով որ ես գիտեմ, երկաթուղային կայարանները վերանորոգվում են։ Հայկական կողմն է անում։ Ոչ, թուրքական կողմն է անում, քանի որ թուրքական կողմը միտք ունի Հայաստանի հետ վերաբացելու նաև երկաթուղային կայարանները։ Հայաստանն էլ ունի աշխատանք իր տարածքում։ Իհարկե։ Ով է անելու այդ աշխատանքը։ Հայկական կողմը պետք է հայկական անի, օրինակ ոչ ռուսական։ Օրինակ ներկայումս, ինչքան գիտեմ, վերանորոգում են Մարգարայի կամուրջը, Անի կամուրջն է վերանորոգվում, սակայն երկաթուղիների մասով իհարկե դրանք պետք է բացվեն, քանի որ Հայաստանի համար դրանք բավական լուրջ ազդակ կստեղծեն, որպեսզի երկաթուղային հաղորդակցությունները զարգացնելով Հայաստանի բյուջե փողեր մտնեն։ Այդ բոլորի հանգույցը թրիփն է համարվելու, թե ոչ։ Թրիփը դրանցից ընդամենը մեկն է։ Թրիփի իմաստը այն է, որպեսզի Ադրբեջանը կարողանա առանց հնարավորինս քիչ վճարների Նախճեվանի հետ կապ հաստատել, ինչը մինչև օրս չէր անում, քանի որ Իրանը բավական մեծ գումարների գնով էր Ադրբեջանին թույլ տալիս Նախճեվանի հետ կապ հաստատել։ Այժմ թրիփը հսկելու են ամերիկյան ընկերությունները, ինչը իհարկե Ռուսաստանի եւ Իրանի դուրը չի գա։ Այսինքն թրիփի բացումով հակամարտությունը չի ավարտվում, այլ մենք մտնում ենք արևմուտք-արևելք հակամարտության նոր փուլ։ Այսօր թարմ տեղեկություն եկավ, որ ադրբեջանական կողմից երկրորդ գնացքն է նավթամթերքով մտնում Հայաստան։ Ինչպես է վերաբերվում։ Ես միանշանակ դրական եմ վերաբերվում, քանի որ Հայաստանը ներկայումս միայն Ռուսաստանից է նավթ ու գազ ստանում, եւ ես կցանկանայի, որպեսզի կարգավորելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, Հայաստանը այլընտրանք ունենար նավթի եւ գազի, իսկ Սոկար ընկերության ղեկավարը մի անգամ հայտարարել է, որ իրենք ունեն նավթի այնքան պաշարներ, որով կարող են բավարարել Հայաստանի ամբողջ կարիքները։ Այսինքն ամեն դեպքում այլընտրանքային նավթային կապը, որը նավթ ու գազ կմատակարարի Հայաստան, իհարկե չէր խանգարի։